Եթերում Էպիկենտրոնի հիմնական թողարկումն է, ես Մարիա Հակոբյանն եմ, բարի երեկո։ Այն, որ թրիփը կարող է դառնալ շահերի բախման թատերաբեմ, այլ ոչ թե խաղաղության գրավական, գործիչների մի մասը երկրորդ կարծիք չունի։ Արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն ու վերլուծաբանները հավաքվել են քննարկելու, թե ինչպես կարող է այս ամենից Հայաստանը դուրս գալ շահած։ Հնչել են տարբեր առաջարկներ, նույնիսկ այլընտրանքային, որ էլի կարելի է Ադրբեջանի հետ խաղաղ իրագործել, բայց վստահ չեն, որ դրանց Փաշինյանը կարող է ականջալուր լինել։ Ընդ որում հիմնավորումները ներկայացվել են պարզ հաշվարկներով ու փաստերով։ Խաղաղության այլընտրանքային ծրագիր են առաջարկում արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ Հյուսիս-հարավ երկաթուղի, որն ասում են միջոց է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման ու տնտեսական զարգացման ճանապարհին։ Նախ Սյունիքը կապվում է ամբողջ Հայաստանին երկաթուղային հաղորդակցությամբ, ինչը նշանակում է, որ Հայաստանը ինքը կապվում է իր մեջ իր բոլոր շրջաններով, երկրորդը այդ երկայնքով գնում է տնտեսական աշխուժացում եւ մենք լուծում ենք նաեւ այն խնդիրը, որ Հայաստանը դառնում է լավ առաջարկ որպես տրանզիտային երկիր, օրինակի համար Պարսից ծոցը Սև ծովի հետ կապելու առումով։ Եթե մենք պատկերացնում ենք, որ մենք այնուամենայնիվ որպիսի պետություն կարողանանք շարունակենք մեր գոյությունը, մենք պետք է մեր արմատապես փոխենք մեր տնտեսական քաղաքականությունը եւ սպառման մոդելից գնանք արտահանման, արդյունաբերացման եւ արտահանման մոդելին, ապա մենք պետք է ունենանք արդյունաբերական գոտիներ, որոնք որ պետք է սպասարկվեն հյուսիսից հարավ բոլոր հնարավոր կոմունիկացիաներով, իսկ AES երկաթգիծը հյուսիս-հարավ ինքը դրա անբաժանելի մասն է։ Եթե նույնիսկ Վաշինգտոնում գծված թրիփը կյանքի կոչվի այնպես, ինչպես ներկայացվում է, ասում են նախ Սյունիքը տնտեսապես ավելի շատ Ադրբեջանին է կապվելու։ Սա վտանգավոր է։ Մյուս կողմից Հայաստանի երկաթուղային ելքերի հարցն է, որ անցնելու են Թուրքիայով ու Ադրբեջանով, դառնալով Հայաստանի դեմ ճնշման լծակ։ Թրիփը աշխարհաքաղաքական ռումբ է դնում այս խաղաղության իբր հռչակված խաղաղության տակ։ Այդ խաղաղությունն չունենք, բոլորը գիտեք։ Ինչ առումով։ Ըստ էության թրիփ պրոյեկտի իրականացումը բացարձակապես արհամարում է BRICS երկրների շահերը, լինի դա Ռուսաստանը, լինի դա Իրանը, լինի դա Հնդկաստանը կամ Չինաստանը, որոնք շատ լուրջ հետաքրքրություններ ունեն այս ռեգիոնում։ Ըստ էության սա դառնում է թուրանական մի գործիք, որը արևմուտքը օգտագործելու է իր աշխարհաքաղաքական նպատակներով։ Առանց լոգիստիկ ենթակառուցվածքների ներդրումներ ու տնտեսական զարգացում հնարավոր չէ, ասում են մասնագետները։ Մյուս կողմից Հայաստանն իր նախագծերով պետք է շահերի համադրման եւ ոչ թե բախման կետ դառնա։ Մինչդեռ թրիփում թաքնված են այտականները եւս։ Ինչքան էլ ով ինչ ուզում է ասել, հասկանալի է, որ ամենօրյա ռեժիմով բոլոր երկրներում Ադրբեջանից սկսած վերջացրած Եվրոպայով ու Դուշանբեով ամենօրյա ռեժիմով Ալիևը հայտարարում է որպես Զանգեզուրի միջանցք։ Թող անընդհատ ասեմ, որ դա միջանցք չի, եթե դա ասվեց, որ Տրամփն էլ է ասել, իսկ Ալիևը ամենօրյա ռեժիմով է ասում։ Այսինքն փաստորեն մենք դա չենք տալիս որպես փոխշահավետ, հա, չենք զիջում, դա փոխզիջում չէ, դա զիջում է ոչ Հայաստանի շահերի համար։ Հայաստանի շահերը կարող են ապահովվել միայն այն դեպքում, երբ լինի այո հանգույց եւ լինեն այլընտրանքային ճանապարհներ։ Հյուսիս-հարավ երկաթուղին իրագործելու հարցում իշխանությունն իրենց ականջալուր չի լինի, որովհետև ըստ Զուրաբյանի այդ նախագծին դեմ են լինելու Բաքուն ու Անկարան, որ չկորցնեն Հայաստանի վրա քաղաքական ու տնտեսական լծակները։ Այս ծրագիրը իրականում բոլոր մրցակցող ուժերի շահերի ներդաշնակեցման ծրագիր է։ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած առաջարկ Հայաստանին ծրագիրը բաց է բոլոր խելամիտ առաջարկների համար։ Մարդիկ լսում, արձանագրում ու քննարկում են ոչ միայն քաղաքացիների, այլև քաղաքական դաշտից հնչող առաջարկները։ Մեր թիմը այս փուլում ակտիվորեն ներգրաված է առաջարկ Հայաստանին ծրագրի շրջանակներում հավաքագրել խնդիրներ, ինչպես նաև ստանալ, ինչը եւ անում ենք այս օրերին բազմաբնույթ առաջարկներ, հոսքը վերաբերվում է
ինչպես տարբեր մարզային այցերի ընթացքում մեր քաղաքացիներից, այնպես էլ հասարակահաղաքական դաշտից, որոնց մի մասին դուք արդեն քաջատեղյակ եք, հայտարարությունները կան, ովքեր իրենց պատրաստակամությունը հայտնել են նաև իրենց առաջարկներով համալրել աշխատանքներում։ Այդ համատեքստում անշուշտ կարևոր է յուրաքանչյուր խելացի միտք արժեքավոր է մեզ համար։ Մենք պատրաստ ենք լսել, քննարկել եւ հավաքագրել ցանկացած բազմաբնույթ առաջարկ, այդ իմաստով կարող եմ միայն ողջունել համարել։ Վերկուսակցական ծրագիրը պետք է ձևավորվի մասնագետների, հեղինակություն վայելող գիտնականների, հասարակական գործիչների, առաջարկ, միտք, գաղափար ունեցող սրտացավ մարդկանց համատեղ ուժերով։ Գործընթացը լինելու է բաց եւ հանրային։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Մեր ձևով ժողովրդական շարժումն այսօր առաջին հաշվետու ժողովն է անցկացրել։ Շարժման անդամները խոսել են ստեղծման օրվանից արածի մասին ու նախանշել առաջիկա ծրագրերը։ Հաջորդ շաբաթ մեծ հանրահավաք են անցկացնելու ի աջակցություն Սամվել Կարապետյանի։ Մինչև այդ Կարապետյանն ուղերձ էր հղել ԱԱԾ մեկուսարանից, նշել, որ չի նահանջելու, կանգ չի առնելու եւ Հայաստանը դարձնելու են ամենաբարեկեցիկ ու ամենաերջանիկ երկիրը։ Հայտնի է դարձել նաեւ, որ թիմին որպես խորհրդատու միացել է տնտեսագետ, տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն, իսկ ընդհանուր առմամբ այս ընթացքում մեր ձևով շարժմանը պաշտոնապես միացել է 5000 քաղաքացի։ Թե ով կլինի վարչապետի իրենց թեկնածուն, Նարեկ Կարապետյանն առայժմ փակագծեր չի բացել։ Վարչապետի թեկնածուի հետ կապված մենք ասել ենք, որ կներկայացնենք քաղաքական կուսակցության, քաղաքական ուժի ստեղծման հայտարարության ժամանակ եւ վստահեցնում ենք մեր հասարակությանը, որ թեկնածուն կլինի ընդունելի եւ շատերը բոլորը կհավանեն նրա թեկնածությունը։ Մենք հայտարարել ենք ուժերի հետ նախընտրական որևէ միավորման, ձեր թվարկած ուժերի հետ միավորման չգնալու մասին, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցիչի հետ չեն գնա, այսինքն ինչպես հայտարարել ենք միշտ, յուրաքանչյուր պրոֆեսիոնալ, որը ունի մեծ փորձ եւ մաքուր ձեռքեր, կարող է մեզ միանալ եւ շարժվենք առաջ իրար հետ։ Եվ այսպես Երևանը պատված է թանձր ծխով, քաղաքացիները վաղ առավոտից ահազանգում են, որ մայրաքաղաքում էկոաղետ է։ Ավինյանը գրառմամբ հայտնել է, որ Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները, կա սակայն մեծ ծավալի ծխածածկույթ, աշխատում է հատուկ տեխնիկա, ամբարձիչներ ու բեռնատարներ, հողի ծածկույթով տարածքը լցնելու ուղղությամբ։ Երևանի քաղաքապետը ուրբաթ հայտնեց, որ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը պայմանավորված է մարդկային գործոնով, որ դիտավորություն կա եւ այդ առիթով դիմել է իրավապահ մարմիններին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մինչև պարզում են այսպես ասած չարագործին, քաղաքում թունավոր օդն ու ծուխը տարածվում է կայծակնային արագությամբ։ Օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակը կենտրոնում է։ Շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը, խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով։ Երևանի քաղաքապետը դարձյալ տեսանյութ է հրապարակել աղբավայրի տարածքից, որտեղ ներկայացնում է աշխատանքների ընթացքը։ Մենք գտնվում ենք Նուբարաշենի աղբավայրում, որտեղ որ կրակի լեզվակների մարման աշխատանքները շարունակվում են, գիշերվա ընթացքում մոտ 250 ավտոմեքենայի չափով հող է տեղափոխվել կրակի հատվածներ, այս պայն ավելացնում ենք նաև տեխնիկան, ավելացնում ենք 40 տոննաանոց մեկ ինքնաթափ եւ 15-ից 20 կամազներ ենք ավելացնելու, որոնք որ պետք է աշխատեն ամբողջ օրը եւ ամբողջ գիշեր եւ դա մեզ հնարավորություն կտա վերահսկողության տակ պահել կրակը եւ ամենայն հավանականությամբ նաեւ հնարավորություն կտա մինիմիզացնել օդի որակի խնդիրները։ Այս պահի դրությամբ օդի որակը քաղաքում բարելավվել է, բայց քամիների փոփոխությամբ պայմանավորված դա կարող է տարբեր ժամերին տարբեր պատկեր մեզ տալ։ Հենց այս պահին ամենաինտենսիվ կերպով աշխատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, փրկարար ծառայությունը իրենց 5 մարտական հաշվարկներով։ Գիշերվա ընթացքում նաև պլանավորում ենք ինտենսիվորեն ջրել բոլոր փողոցները մեր տեխնիկայով, դրան միանում է նաև փրկարար ծառայությունը, որպեսզի ընդհանուր առմամբ նաև մեղմենք օդում կուտակվող փոշու հետ կապված խնդիրը եւ կարծում եմ, որ
վաղը մենք կունենանք արդեն այն ծավալի արված աշխատանք, որը որ թույլ կտա մեզ Երևան քաղաքում բավարար օդի որակ ունենալ։ Այս պայն այսքանը բարբերաբար մենք Երևանի քաղաքապետարանի էջով, իմ էջով կտանք տեղեկատվություն, թե ինչ է կատարվում այստեղ, ինչ է կատարվում քաղաքում, բայց դուք ինքներդ էլ կարող եք մտնել Yerevan.am կայք եւ տեսնել, թե մեր 155 այս պայդրությամբ օդի որակի չափիչ սարքերը ինչ են ասում քաղաքում օդի մասին։ Հազարավոր պաղեստինցիներ շարունակում են Գազայի ափամերձ տարածքով վերադառնալ իրենց լքված տներ։ Իսրայելական զորքերը հետ են քաշվել նախապես համաձայնեցված գծեր։ Իսրայելում էլ սպասում են գերիների վերադարձին, որ ենթադրվում է կկայանա երկուշաբթի։ Համաձայնագրով նրանց վերադարձից հետո Իսրայելը պետք է ազատի իր բանտերում երկարաժամկետ պատիժ կրող 250 պաղեստինցու և պատերազմի ընթացքում ձերբակալված 1700 անձանց։ Իսրայելն ու Համասը Թրամփի միջնորդությամբ պայմանավորվել էին դադարեցնել կրակն ու կատարել որոշ փոխադարձ պահանջներ։ Եվ այսպես Դոնալդ Թրամփը չստացավ Բաղձալի մրցանակը, չի հանձնվում, ասում է, որ դա 2024 թվականի համար էր և դեռ ամեն ինչ առջևում է։ Արդեն պատմել է, որ խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած անձը զանգել է իրեն ու ասել, որ այն ընդունում է իր պատվին։ Թրամփն ասել է, որ Մարիա Մաչադոն պատրաստ կլիներ իրեն տալ այդ մրցանակը, եթե ինքը խնդրեր, բայց ես չեմ խնդրել, հայտարարել է նա։ Իսկ երեկ Սպիտակ տունն ավելի կոշտ էր։ Մրցանակաբաշխության հանձնաժողովին մեղադրել էր քաղաքականությունը խաղաղությունից վեր դասելու համար։ Ֆրանսիայի հրաժարական ներկայացրած վարչապետը վերանշանակվել է նույն պաշտոնում։ Ուրբաթ երեկոյան է Էմանուել Մակրոնը ստորագրել հրամանագիրը։ Նա այս կերպ փորձում է վերջ դնել երկրում խորացող քաղաքական ճգնաժամին։ Երկուշաբթի ներկայացրած հրաժարականից հետո նոր կառավարություն չի ձևավորվել։ Չնայած դրան, վարչապետը մի քանի օր ժամանակ ունի խորհրդարանին երկրի բյուջեի նախագիծը ներկայացնելու համար։ Լկորնյուն հայտարարել է, պետք է վերջ դնել քաղաքական ճգնաժամին, որը նյարդայնացնում է Ֆրանսիայի ժողովրդին, խեղում Ֆրանսիայի կերպարը։ Միջազգային լրատվամիջոցների գնահատմամբ այս նշանակումը վճռորոշ կլինի Մակրոնի համար մինչև 2027 թվականը։ Հոգեթերապիան ստեղծագործության ձևով։ Հենց դրա մասին է արտ-թերապիան, երբ մարդու հոգեկան աշխարհն արտահայտվում է արվեստի միջոցով։ Արցախցի հոգեբանների միությունն ու Կատարսիս հոգեբանական կենտրոնը համատեղ դասընթացներ են անցկացնում, գործընկերներին և ուսանողներին փոխանցելով արժեքավոր գիտելիքներ։ Արտ-թերապիան ինչա ենթադրում, առաջին հերթին ազատ արտահայտվելու ռեսուրս։ Արտ-թերապիայի առանձնահատկություններն ու դժվարությունների հաղթահարմանը միտված հեղինակային տեխնիկայի կիրառման թեմայով դասընթաց ուսանողների ու մասնագետների համար։ Արցախի հոգեբանների միությունն ու Կատարսիս հոգեբանական կենտրոնը Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության աջակցությամբ կազմակերպված դասախոսությունն անցկացնում է հոգեբանական գիտությունների թեկնածու դոցենտ Մարինե Միքայելյանը։ Մեր առօրեական մտքերը ևս կարող ենք մենք վերլուծել արտ-թերապիայի միջոցով։ Արվեստի ու ստեղծագործական գործունեության վրա հիմնված հոգեթերապիայի այս ձևը արտ-թերապիան առաջին անգամ կիրառվել է 20-րդ դարի 30-ական թվականներին։ Սկզբում այն կիրառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների հետ աշխատանքում, հիմնականում բուժհաստատություններում։ Եթե նախկինում այն կիրառվում էր միայն հիվանդանոցներում, տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց հետ, ապա այժմ շատ մեծ է կիրառությունը եւ բոլոր տարիքի մարդկանց հետ կիրառվում է։ Այդ պատճառով ընտրել էի այնպիսի մի ուղղություն, որը շատ կիրառելի լինի, շատ օգտակար լինի։ Այս սեմինարները շատ կարևոր են։ Ժամանակ առ ժամանակ իհարկե անհրաժեշտ են նման շփումները, փորձի փոխանակումը, նոր տեխնիկաների, մեթոդիկաների հետ ծանոթացումը։ Հոգեբանությունը դարձել է 21-րդ դարի ամենաարագ զարգացող գիտություններից մեկը, ուստի եւ հետաքրքրությունը նրա նկատմամբ խիստ աճել է, սակայն ցավոք սրտի հաճախակի են դարձել նաեւ մերձ հոգեբանական մոտեցումներ, ոչ մասնագիտական մոտեցումներ։ Այսօր մենք այդ բացը փակելու համար հրավիրել ենք մասնագետի, ով հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է, դասախոս է, ով գիտական աստիճան եւ կոչում ունի եւ այդ ամենը մատուցում է գիտելիքահեն առումով։ Շնորհակալություն իհարկե Հայաստան-Արցախ երիտասարդական միությանը, սիրահորժար տրամադրելու ռեսուրսները, հրաշալի դահլիճը։ Վերջին ամիսների ընթացքում Արցախի հոգեբանների միությունը, երբ ձևավորվեց այստեղ Հայաստանում, արդեն հասցրել է շատ հետաքրքիր եւ լայնածավալ գործունեություն ծավալել, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում։ Այսօր
այստեղ գրասենյակում անցկացնում են սեմինար, որը լայն հնչեղություն է ստացել մասնակիցների կողմից, որովհետև հետաքրքրվածությունը շատ է։ Հոգեբանական ու ստեղծագործական ճանապարհորդություն, արտ-թերապիայի բազմաշերտ ու խորքային աշխարհ։ 2 ժամ տևած դասընթացի ժամանակ նաև հոգեբանական վարժություններ են անցկացվել։ Շատ կարևոր են այս թեմաները, քանի որ հիմա շատ պահանջված է հոգեբանությունը եւ մեծ կարևորություն են տալիս հոգեբանությանը, իսկ արտ-թերապիան ազատություն է տալիս մտքերին եւ այն կարևոր տեղն է դարձել հոգեբանության մեջ, որտեղ տալիս է ազատություն արտահայտվելու, սեփական հույզերը արտահայտելու եւ նաեւ արտ-թերապիան այն միջոցն է, որի միջոցով մենք կարող ենք բացահայտել այն խնդիրները, որի մասին երբեք չենք կարող պարզապես խոսքերով արտահայտվել։ Իրական միշտ սովորելու տեղ կա ու անընդհատ վերապատրաստումների, երբ որ մասնակցում ենք, տեսնում ենք, որ այս տեխնիկայի մասին մի փոքր քիչ գիտենք կամ այն տեխնիկան դեռևս չենք ուսումնասիրել եւ հետեւաբար այս վերապատրաստման ընթացքում էլ կան տեխնիկաներ, որոնց առաջին անգամ ծանոթացանք եւ շատ հետաքրքիր է իրականում եւ կարծում եմ, որ մեր աշխատանքում կկիրառենք։ Արտ-թերապիայի գլխավոր նպատակը արվեստի միջոցով այցելուի ինքնարտահայտումն ու ինքնաբացահայտումն է, անձի ներդաշնակ զարգացումը, իսկ տեխնիկան ակտիվ երևակայությունը։ Կազմակերպիչները խոստանում են, մասնագետների հետ հանդիպումներն ու հետաքրքիր թեմաներով դասընթացները շարունակական են լինելու։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Ավագ սերունդն ու փորձառու մարզական գործիչները հանուն սպորտի, հանուն առողջ սերնդի։ Այս ուղղությամբ սահմանվել են առաջնահերթություններ։ Սպորտի վաստակավոր գործիչներ, կազմակերպիչներ ու մարզիկներ ողջունում են մարզաշխարհ հանուն առողջ սերնդի ծրագիրն ու դրան միանալու պատրաստակամություն հայտնում։ Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի։ Նոր նախաձեռնությամբ սահմանվում է ուղենիշ, որ առողջ սերունդը դառնա ազգի եւ պետության զարգացման վերածննդի գրավականը։ Մոտ 1000-ից ավել օլիմպիական չեմպիոններ, աշխարհի չեմպիոններ, Եվրոպայի չեմպիոններ, Հայաստանի չեմպիոններ, տարբեր տարիքի վետերաններ եւ այլը, բոլորը թղթաբանությունով դիմաց դրված է։ Մարդիկ ցանկանում են, որպեսզի միանան այս ծրագրին եւ կարողանան հնարավորինս քարոզել, հնարավորինս պրոպագանդել առողջ ապրելակերպը մեր հանրապետությունում։ Հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված հայրենիների համար պետք է ստեղծվեն մարզվելու եւ սպորտով զբաղվելու հնարավորություններ։ ՀԱՕԿ-ը սատարելու է բոլոր քայլերին, որոնք նպաստելու են ֆիզիկական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցների ակտիվ մարզումներին։ Մարզաշխարհը մտահոգված է նաեւ թմրամոլության տարածման ծավալներով։ Առաջարկում է ստեղծել մթնոլորտ, որտեղ պատանիների եւ երիտասարդության շրջանում այս արատավոր երևույթը տարածվելու հնարավորություն պարզապես չի ունենա։ Խնդիր է դրված նաեւ զարգացնել ուսանողական սպորտը։ Այն ոչ միայն առողջ ուսանողական միջավայրի ձևավորման համար է, այլև ուղղակիորեն առնչվում է առողջ հայրեր եւ մայրեր ունենալու գաղափարին։ Աշակերտության հետ առանձին միջոցառումներ կլինի, ուսանողության հետ առանձին միջոցառումներ կլինի, ազգաբնակության հետ առանձին միջոցառումներ կլինի, որպեսզի ամբողջ տարին եւ ոչ միայն 1 տարի, այլ ապրելակերպ որպես այդպեսի պետք է որդեգրվի այս ծրագիրը։ Մեկ անգամ եւս ուզում եմ կոչ անել բոլոր բուհերին, բոլոր ուսումնական հաստատություններին, աշխատանքային կոլեկտիվներին, որտեղ որ շատ կարևոր է, որ հնարավորինս շատ պրոպագանդվի ֆիզդաստիարակությունը, առողջ ապրելակերպը, քանի որ դա, կարծում եմ, մեր երկրի ապագան է։ Ծնողների աջակցությամբ մարզաշխարհի գործուն ջանքերով հնարավոր կլինի կերտել երկրի վաղվա չեմպիոններին։ Այս կարծիքին է նաև Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը, միայն թե հորդորում է կանանց եւս մի կողմ դնել կարծրատիպերը, օրվա հոգսերը, ժամանակ տրամադրել առողջ ապրելակերպին։ Կանանց դերը սպորտում մեծ է, թե մարզիկներ, առաջնորդներ, նրանք դրական օրինակներ կարող են լինել մեր երիտասարդ սերնդի համար։ Կանանց մասնակցությունը սպորտում պետք է ավելի զարգանա, աճի, որպեսզի փոխվի ոչ միայն սպորտային աշխարհը, այլ հասարակության ընկալումը կանանց մասին։ Պետք է ստեղծվի հավասար հնարավորություններ աղջիկների համար, խոչընդոտները վերանան եւ ոգեշնչեն աղջիկներին թույլ տալ իրենց ուժը իրագործել սպորտի մեջ։ Լինելու են բազմաթիվ ու բազմազան ծրագրեր։ Ավագ սերնդի մարզիկները պատրաստ են ստեղծել հնարավորություններ, որտեղ երեխաները, պատանիները, անկախ սոցիալական նախադրյալներից կկարողանան ընտրել սիրելի մարզաձևեր ու հաճախել կանոնավոր պարապմունքների։
Ասել, որ արդեն իսկ այս կարճ ժամանակում մենք ունեցել ենք հանդիպումներ։ Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ղեկավարության հետ, մեր Օլիմպիական քոլեջի ղեկավարության հետ եւ դասախոսական կազմի հետ եւ մարզչական կազմի հետ։ Նախատեսվում է առանձին հանդիպել բոլոր ֆեդերացիաների հետ, հնարավորինս մանրամասնորեն ծրագրերը քննարկել, որպեսզի մենք կարողանանք ունենալ համատեղ ծրագրեր։ Օլիմպիզմի սկզբունքները պետք է բոլորի առօրյան դառնան։ Արդար մրցակցություն, ազնվություն, ներդաշնակ զարգացում, արժանապատվություն ու հավասար պայմաններ։ Սրանք խաղաղ ու առողջ հասարակության հիմքն են։ Ավագ սերունդը պատրաստ է ամենօրյա աշխատանքով, փորձով, գիտելիքով կիսվել։ Իսկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ոչ օլիմպիական մարզաձևերի միության, ծնողական եւ ուսուցչական համայնքների, պետական եւ մասնավոր կառույցների համատեղ ջանքերով առավելագույն արդյունքը երաշխավորված է։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր տեղումներ չեն լինի։ Կիրակի երեկոյան ժամերին առանձին շրջաններում հնարավոր է անձրև։ Օդի ջերմաստիճանն այսօր եւս կշարունակի նվազել։ Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում առավելագույնը գրանցվելու է 15, Սյունիքում 26 աստիճան տաքություն։ Երևանում նույնպես տեղումներ չեն լինի, իսկ հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին եւ 13-ին սպասվում է անձրև։ Իսկ այժմ հոսանքի պլանային անջատումների մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Կենտրոն վարչական շրջան 11-ից 17-ը, Մաշտոցի պողոտակ 49-51 շենքեր, Կողբացի 49-51 53, Պուշկինի 31-33 շենքեր, Թումանյան 15, 22, 24, 26, 26-ի A շենքեր, Թումանյան երկրորդ անցուղի 2-ից 21 առանձնատներ, Նալբանդյան 17, 19, 21, 23, 27-ի 25, 29, 35-ի 38 շենքեր, Խանջյան 15 շենք, Վարդանանց անցուղի 4-6 շենքեր, Սայատնովա 23, 25 շենքեր, Աբովյան 5-7 շենքեր, Թումանյան 30-32 շենքեր, Սայատնովա 4-6 շենքեր, Աբովյան 11-13 շենքեր, Սայատնովա 6 շենք, Թումանյան 15-ի 1, Էրեբունի վարչական շրջան 10-ից 16-ը, Դավիթ Բեկի թաղամաս 54-ի 5 հասցե եւ ոչ բնակիչ բաժանորդներ, Գաճեգործների փողոց 74-ի 6 հասցե եւ ոչ բնակիչ բաժանորդներ, Շենգավիթ 10-ից 16-ը, Մանանդյան փողոց 41-ից 44, Արտաշիսյան 53-ի 14, 53-ի 15, 57-ի 12, 59, 61, 63, 63-ի A, 63-ի B, 65, 67, 69 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Չեխովի փողոց 48, 50, 52, 57-ի A, 59-ի A շենքեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արմավիր 11-ից 17-ը, Թայիրով եւ Փարաքար գյուղեր մասնակի, 11-ից 30-ից 13-ը, Նոր Արտագերս, Նալբանդյան գյուղեր, Նոր Արմավիր գյուղ մասնակի, Արագածոտն 11-ից 17-ը, Տեղեր, Օրգով, Անտառուտ գյուղերն ամբողջությամբ եւ Բյուրական գյուղ մասնակի, Արարատ 10-ից 12-ը, Արարատ քաղաք, Շահումյան, Խանջյան, Իսահակյան, Սերոպ աղբյուրի երկաթուղայինների, Մովսես Գորգիսյան փողոցներ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Հովտաշատ գյուղ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11-ից 12-ը, Արարատ քաղաք, Կոմիտասի, կոլխոզնիկների, Պուշկինի, Մուրացանի, Սալակիտ, Ղուկասյան, տպագրիչների, Աբովյան, Սուրբ Ամենափրկիչ, Գրիբոյեդովի, ցեմենտագործների փողոցներ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Վայոց ձոր 10-ից 13-ը, Գնդեվազ գյուղ մասնակի, 10-ից 30-ից 13-ից 30, Վայք քաղաք, Արփասևան, Թունելախորշի բանավան, 10-ից 30-ից 16-ը, Արփի գյուղ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կոտայք 10-ից 14-ը, Ալափարս եւ Ֆանտան համայնքներ, Կարկոր գազալցակայան, Թիմ Տելեկոմ, Viva Armenia եւ Յուքոմ ընկերությունների բջջային օպերատորների կայաններ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Տավուշ 11-ից 12-ը, Հաղարծին գյուղ մասնակի, Լոռի 12-ից 16-ը, Մղարդ, Կարմիր աղեկ գյուղեր, Շիրակ 11-ից 16-ը, Ամասիայի տարածաշրջան, Բերթաշեն, Ալվար եւ Զարիշատ գյուղեր, Սպառած էլեկտրաէներգիայի անջատումների ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 08000 0180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։ Այսքանը այս ժամին Էպիկենտրոնը շարունակում է հետևել կատարվող կարևոր իրադարձություններին։ Ցտեսություն։